մենք ունենք պատրաստի հայեցակարգ, որի մեծ մասը, երևի 70% հայեցակարգի հենց խորհրդի կողմից քննարկվել եւ քվեարկվել է, բայց ունենք մի քանի հայեցակարգային դրույթներ, որոնք որ քննարկվել են մենակ մասնագետ հանձնաժողովի կողմից եւ process-ը հետեւյալն է. հունվարի 15-ից սկսած մենք շատ ինտենսիվ խորհրդի եւ հանձնաժողովի համատեղ նիստեր ենք անելու եւ ունենալու ենք մի քանի ամսում պատրաստի վերջնական հայեցակարգ, որը քվեարկվել է հենց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից։ Այսինքն մարմինը, օրինակով բերեմ, ազգային ժողովը, որը որ պետք է հաստատի, դա խորհուրդն է Սահմանադրական բարեփոխումների, որը հաստատելուց հետո արդեն կսկսվի հանրային իրազեկման պրոցեդուրան, նաև դրան զուգահեռ կսկսվի հենց բուն Սահմանադրության նախագծման process-ը, այսինքն հոդված առ հոդված, նայելով հայեցակարգը, սկսվելու է գրվել նոր Սահմանադրությունը։ Ժամկետները 23 թվականի համար մի փոքր ուշացել էինք, բայց տարեվերջում արդեն եկել ենք հենց մեր ճիշտ ժամկետներին եւ կարծում եմ երևի 3 ամսվա ընթացքում առավելագույնը հուսանք, ուղղակի բարդ process-ներով ենք անցնում եւ ամեն հարցը դետալային քննարկում ենք, ունենանք արդեն վերջնական քվեարկված հայեցակարգ։ Այ քանի որ process-ները ճիշտ է հանձնաժողովի նախագահությունը ինձ է տրված, բայց դա զուտ ֆորմալ նիստերի վարման իրավասություն է, process-ը արագացնելու ոչ մի լիազորություն եւ հնարավորություն չունեմ, նույնիսկ շատ հաճախ մեր գործընկերների կողմից մեղադրվում եմ, որ շատ եմ ուզում արագ արդյունքը ստանամ, դրա համար որևէ խոստում չեմ կարող տալ, բայց կարծում եմ այս տարվա վերջ, այսինքն տարվա հաջորդ ասուլիսի ընթացքում կկարողանամ ձեզ ներկայացնել արդեն առնվազն 30% հենց բուն Սահմանադրության նախագծի հետ կապված։